Բարև բարեկամներ, 1965 թվականին հայոց մեծ եղեռնի 50-ամյակի կապակցությամբ Երևանում ցույցեր կազմակերպվեցին։ Իրադարձությունները վշտովմունք առաջացրին Մոսկվայում։ Ցույցերի կազմակերպիչներ, մտավորականներ ձերբակալվեցին։ Բայց հայի ոգին անկոտրում մնաց։ Արցախցին ևս հենց 1965-ին կրկին պահանջատեր դարձավ։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հին ու նոր ցավերը այն Հայաստանին վերադարձնելու պահանջներ ներառում ԽՄԿԿ կենտկոմի նախագահություն Բրեժնևին, Կոսիգինին ու Նիկոյանին հասցեագրված 13 ղարաբաղցիների ստորագրությամբ նամակը։ Զարմանալի զուգադիպությամբ նամակը 13 էջից էր բաղկացած, ստորագրեց 13 մարդ, Մոսկվա հասավ 1965 թվականի հունիսի 13-ին Արմենիա հյուրանոցի 13-րդ համար։ Սնահավատություն չդրսևորելով նշենք, որ սատանայական 13-ների ամբողջությունն էլ ճակատագրական դարձավ նամակը ստորագրողների համար։ 13-ի մեջ ամենաերիտասարդը Մաքսիմ Հովհաննիսյանն էր ու իրադարձությունների զարգացման ներկայիս միակ ականատեսը, ով տարիների հեռվից հիշում է։ Սովետական իրականության ժամանակ ընդունված էր, որպեսզի համագումարի, կուսակցական համագումարի նախօրյակին ժողովրդական քննարկման ներկայացնել դիրեկտիվներ ապագա հնգամյա պլանի մասին։ Մաքսիմ Հովհաննիսյան, ԼՂ վաստակավոր լրագրող, գրող, հրապարակախոս։ Մենք ստացել էինք, դա տարածվում էր խորհրդային երկրով մեկ, դրա օրինակը ստացել էինք և մի անգամ Վարդեն Լազարյան, որը գյուղատնտեսային մարզային վարչության նշանավոր մասնագետներից մեկն էր, որ թողած ինձ բացատրեց, ցույց տվեց, թե այսինչեր են կատարվում և այդտեղ բացահայտ երևում էր այն խտրականությունը, շատ պարզ երևում էր այն խտրականությունը, որ Ադրբեջանի կառավարությունը դնում էր Ղարաբաղի հայության և Նախճիվանի և մյուս վարչական միավորների միջև։ Իրոք որ թվաց չիչ փաստեր էին, որտեղ պարզ երևում, որ այս եկող հնգամյա պլանով մի անգամ էլի մեզ հետ են նետում ու այդ ազդեցության տակ գրվեց նամակը, հետո այդ նամակը շատ մարդիկ ինչ-ինչ հարցերում օգտակար եղան և քանի որ այդ տարիներին 60-ական թվականներին Ղարաբաղի իրականության մեջ Բագրատ Ուրբաբյանը հսկայական հեղինակություն էր վայելում ոչ միայն մարզում, այն ժամանակ ավտոնոմ մարզեր, այլև Ադրբեջանում ու Հայաստանում և նրա ղեկավարությամբ կազմակերպվեց, թե ովքեր պետք է ստորագրեն, ոչ թե ովքեր պետք են, ովքեր են ցանկանում։ 1965 թվականին Մոսկվա հղված նամակն ավարտվում է հետևյալ տողերով. Դիմելով ձեզ, մենք համոզված ենք, որ ԽՄԿԿ կենտկոմն ու խորհրդային կառավարությունը, որոնք միշտ և ամենուրեք պաշտպանում են բոլոր ազգերի շահերը, անհապաղ իրենց բարի ուշադրությունը կդարձնեն ղարաբաղցի հայերի օրինական ձայնին ու մարզը կվերամիավորեն հայկական ԽՍՀ-ին։ Նամակը ստորագրել են Բագրատ Ուլուբաբյան, Գրողների միության մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար, Սերգեյ Շաքարյան, Ստեփանակերտի քաղսովետի գործկոմի նախագահ, Լազար Գասպարյան, Խորհրդային Ղարաբաղ մարզային թերթի խմբագիր, Գրիգոր Ստեփանյան, մարզային ռադիոյի ավագ խմբագիր,
Արամ Բաբայան, Ստեփանակերտի համար 2 սովխոզի դիրեկտոր, Արսեն Մուքանյան, Սոսի Շահումյանի անվան կոլխոզի նախագահ, Գուրգեն Գաբրելյան, կուլտուրայի մարզային վարչության պետ, Բոգդան Ջանյան, բանաստեղծ, Միքայել Կորգանյան, ժողովրդական դերասան, Արկադի Մանուչարյան, Ստեփանակերտի համար 59 վարչության պետ, Ալբերտ Սերյանյան, Ստեփանակերտի էլեկտրոտեխնիկական գործարանի դիրեկտոր, Մաքսիմ Հովանիսյան, Ստեփանակերտի ռադիոյի ավագ խմբագիր և Սերգեյ Գրիգորյան, համար 59 վարչության գլխավոր ինժեներ։ Տարբեր ոլորտների պատասխանատուներ, ովքեր քաջատեղյակ էին Լեռնային Ղարաբաղի ինքնավար վարձի հանդեպ Ադրբեջանի վարած կողմնակալ քաղաքականության մանրամասներին։ Նամակը ձևակերպվել է հայերեն, Մոսկվա ուղարկելու համար այն պիտի թարգմանվեր ռուսերեն։ Այս գործում օգնել է այդ տարիներին ռուսաց լեզվի երիտասարդ ուսուցչուհի Վալենտինա Սայամովան, ով այսօր էլ ապրում է, բայց 90-ամյակին առողջական խնդիրներ ունի ու մեզ չհաջողվեց զրուցել անձամբ նրա հետ։ Նիչեն այսպիսի խոսքին ասում է ամենամուրը ամենամաքուրն է լինում։ Ամենամուրը եղան այդ 13, ստորագրեցին 13 հոգի, ըստ որում զարմանալի բան ստացվեց։ Այդ 13-ը ամենատարբեր բնակավարի մարդիկ էին և ամենահեղինակավոր մարդիկ էին։ Միայն մի դեպք հիշեմ, երբ Բագրատ Ուլուբաբյանի մոտ այսպես սպասում էինք, մտավ Խորհրդային Ղարաբաղ թերթի խմբագիր Լազար Գասպարյանը, ծանոթացավ նամակին, գրիչը վերցրեց, ստորագրելուց առաջ ասում է, ես ոչ թե նամակի տակ եմ ստորագրում, այլ իմ հրամանագրի տակ, որովհետև ինքը գիտակցում էր, թե ինչ է նշանակում մի նամակի տակ ստորագրել, որը հակառակ էր կուսակցական այն գծին, որ ամբողջ 70 տարի իրականացում էր և որը համարում էր միակ ճիշտը։ Չնայած փոթորիկներ եղան մարդիկ, որոնք իրենց սկզբունքի համար, նպատակի համար հալածվեցին, տուժեցին, բայց նրանք ովքեր գնացին այդ ճանապարհով, փառք նրանց հիշատակին, փառք նրանց գործին և գոհություն Աստծո, որ այն ինչին ձգտում էին այսօր իրականություն է դարձել կամ համարյա իրականություն է դառնում։ Նամակի անցած ճանապարհն էլ հարթ չէր։ Բագրատ Ուլուբաբյանը հավատում էր, որ Մոսկվայում ապրող հայազգի անվանի գործիչներն անպայմանորեն կօգնեն իրեն նամակը արագ տեղ հասցնելու գործում։ Հանդիպումներ դիվանագետ Համազազ Փարությունյանի, նկարիչ Մարտիրոս Սարյանի, Անաստաս Միկոյանի և այլոց հետ, բայց գրեթե ապարդյուն։ Ում զանգում էր Բագրատ Ուլուբաբյանը կամ զբաղված էին, կամ էլ չէին պատասխանում։ Իր ձեռքով հեռագրում է Բրեժնևին, հայտնելով, որ նամակը թողնում է ու ստիպված է հեռանալ։ Այս դիմել է շատ ծանոթ մարդկանց, որոնք կարող էին միջամտել, օգնել, որ այդ նամակը տեղ հասնի։ Եվ դրանցից բոլորը, համարյա բոլորը, Անդրանիկ Յոսիֆյանից բացի, բոլորը կամ հիվանդացել են այդ օրը, կամ տնից բացակայել են, այսինքն միջամտողները, ընտանիքի անդամների են եղել, վերջը համենայնպես այնպես ստացվել, որ ոչ մեկը չի օգնել։ Արթուր Ուլուբաբյան, Բագրատ Ուլուբաբյանի որդին։ Հյուրանոցում երկար ժամանակ մնալով փորձում էր այդ նամակը փոխանցել հենց Բրեժնևի ընդունելության կամ թեկուզ օգնականների բանի, նրանց հասցնի, ոչ մի կերպ դա չէր ստացվում եւ գումարը ավարտվելուց հետո ինքը նամակը թողում է ընդունարանում ու հետ է գալիս։ Պլենում ա եղել, որ բոլորին հանել են աշխատանքից, բացի հորս էլ տուգանք, կուսակցական տուգանք։ Եվ դա եղել այդ պլենումը եղել է հորս ծննդյան օրը 40-ամյակը։ Մայրս սեղանակցել սպասում էր պլենումից կան, ու չէր սպասում, որ այդքան վատ կլներ, ոչ մեկը չէր սպասում, եկել են տուն, սոքոտ աննամա մի բան էր,
ոնց որ այդ բան չի, ծննդյան օր չի, օդելան չի, մեծ ողբերգություն ա տեղի ունեցել։ Պապաս 6 կարաս ուներ, այդ 6 կարասի գինին բացվում էր, երբ հերս գյուղեր գնում։ Այդ գինին հորս ընկերները Երևանից եկած գրողներ են, արվեստի աշխատանքներ են, որոնք պատահական չեն եկել, հերս էր կանչում, որ Ղարաբաղում կապ լինի հայ արվեստի մեծանուն մարդկանց հետ։ Այդ օրը չէին խմում, չէին կարողանում խմեն։ Գիշերվա ժամ 11-ին, 10-ին իրենք եկել են տեղ են հասել։ Մի ժամ սուս ու փուս բան չկար։ Մատակարարողը սովորաբար ես եմ եղել, այդ օրը մատակարարող բան էլ չկար կարծես։ Այսինքն բան չէին ուզում։ Դուրը զանգում են, ներոնք ասում են տեսնես էս ով է, այս ժամին ով պիտի լինի։ Գնում եմ դուրը բացում, բոլորը մետաքս կոմբինատի աշխատակիցներ են, եկել են եւ դելխոր նստած են մարդիկ, սրանք հարցնում են, ասում են, ասեք ինչ անենք, մենք անենք։ Հերիսիկուն բորբոքեց, ասեց ոչ մի բան պետք չի անել, գնացեք։ Այդ բառը մինչև վերջ ասելա գնացեք, թե չէ։ Սերգեյ Շաքարյանը միջամտեց, ասեց տղերք ջահել եք։ Պետք չէ այդպես, հա, մի անգամից բան։ Նրանք ասում են, մի կարծեք որ մենք երեքն ենք։ Մեր ամեն մեկի հետևը 300 հոգի մարդ կա։ Ամեն դեպս այդ հարցը փակեցին, սրանք այդ մթնոլորտը տեսնելով ուզում են մթնոլորտը փոխեն եւ այդ Վովան գիտարան տեսնելով, հորս գիտարան տեսնելով հերս շատ լավ նվագում էր, արտակարգ լսողություն ուներ։ Գիտարան ուզեց կարելի է նվագել, նվագեց, երգեցինքը։ Մթնոլորտը փոխվեց, իսկապես ուրախ չէր, բայց ամենայն դեպս այն էլ չի եղել, ինչը մնացել է։ 13-ից հետո 4 հոգով են ստորագրել։ Այդ 4 հոգու ստորագրությամբ նամակ էլի տարել հանձնել կենտրոն ղեկավարությանը, որից հետո նորից անհրաժեշտություն է զգացել էլի բողոքը գրելու, որովհետև շարունակում են ոչ թե խնդիրները լուծել, այլ խնդիրները առաջ քաշողներին հալածել։ Ու սկսվում են հալածանքները։ Նամակի տակ ստորագրած յուրաքանչյուր անձ կրում է այն խոչընդոտները, որ արհեստականորեն ստեղծվում էին։ Սիրած աշխատանքից զրկում են շատերին, նվաստացնող գործ առաջարկում։ Շատ ու շատ գործընկերներ ու մտերիմներ խույս էին տալիս նրանց հետ հանդիպումներից, ձեռնպահ մնում տեսակետների արտահայտման հարցում։ Պակը հետապնդում էր նրանց։ Իրավիճակը հանգեցրեց նրան, որ նամակի ստորագրողներից ոմանց կարճ ժամկետում պարտադրեցին հեռանալ Ղարաբաղից։ Իհարկե իրանք ռոմանտիկ էին, շատ ռոմանտիկ մարդիկ էին մտքներով, հետո իրանց վրա ծիծաղում էին իրանց արարքի վրա, որ էսում էինք դիմում եւ ինչ էինք սպասում, բայց փաստը մնում էր փաստ, որ պորտկումը կայացել էր պիտի լիներ։ Զոյա Շաքարյան, Սերգեյ Շաքարյանի դուստրը։ Ու շատ լավ եղավ, որ իրանք գրեցին ու շատ բաներ քաշեցին, շատ դժվարություններով անցան, այսինքն այնքան, որ իրանք այդքան սիրելով Ղարաբաղը, Արցախը, չկարողացան մնան այնտեղ։ Բարդ կոնֆերենցիա կար, այսպես ասած, այդ բարդ կոնֆերենցիայում որևէ մեկին չզգուշացնելով, որ ինքը պիտի այդ ելույթը ունենա, ելույթ ունեցավ, փաստորեն ներկայացրեց այդ նամակի բովանդակությունը։ Այսինքն Ղարաբաղի ժողովրդին, կուսակցական այդ մարմիններին եւ այլ, բոլորին ասեց, որ այսպիսին էր այդ նամակը։ Ու ինքը գիտեր, որ դա վերջն է, դուրս է գալիս ու դուռը իր հետևից փակում։ Բայց ամենաբանը իր համար շատ կարևոր էր, որ ելույթից հետո ծափահարություններ եղան։ Զգաց, որ կորած չի, էլի։ Այդ ամենը եղել է հունվարին, երբ որ իրանց հանեցին, ձմեռ ամիսներին էր, ու ես եկա ձմեռային արձակուրդներ եկա Ղարաբաղ, դիմավորեց պապան Ժաննայի հետ, Ժաննան իմ մտերիմ ընկերուհին էր մանկուց, եկանք տուն, ու ես զգում եմ, ու չի աշխատում ինք արդեն, ու ես զգում եմ, որ քաղաքում ուրիշ մթնոլորտ է։ Դասընկերներս բաներ, ովքեր որ ինձ նման եկել էին, որ արձակուրդին եկել էին, ու մեր տանը շատ էր լինում, որ հավաքներ էր լինում դպրոցում, զանգեցին, առաջարկեցին չհավաքվենք ձեր տանը, ու արդեն կապ չուներ մեր դասարաններ, թե ով եկել էր մեր լիքը մարդ հավաքվեց մեր տանը, ու շատ հուզիչ ու բան, որ երիտասարդությունը, մեր սերունդը,
արդեն ընկալեց ու զգաց ինչ կարևոր գործ են արել, որ տեսան, որ շատ համար է ու իրան ոչ մի բանը չի կոտրում, ոչ մի բանից չի բանանում, ժպիտը երեսին էլի քայլում է իր քաղաքով, թեկուզ շատ մարդիկ ճանապարհ էին փոխում արդեն, վախից, որ իրանց վրա հանկարծ բան չընկնի, իր ընկերներից նկատի ունեմ, բայց հասարակ ժողովուրդը շատ էր սիրում ու միշտ շրջապատված էր ժողովրդով։ Ու տեսան, որ չէ, ոնց են տվել այդ 48 ժամը, ես չգիտեմ, բայց տվեցին 48 ժամ։ 48 ժամում, որ ինքը տեղափոխվի։ Հիշողությանս մեջ շատ վառ է, երբ որ պիտի տեղափոխվենք։ Մամաս նենց էր լացում, նենց հուզված էր, ինքը չէր կարողանում, ինձ պետք չէ այդ Հայաստանը, ես տեղ եմ մնում, այսինչ վիճակներ էր, շատ դաժան էր, շատ տխուր տեսարան էր, երբ որ տեղափոխվեցին, այդ քիչ էր հերիք չի, մեր տունն էլ շատ արագ տվեցին Թուրքի։ Նա ուզեց հենց մեր տունը 1000 տուն կարար ունենար, բայց ուզեց Շաքարյանի տանը բնակվի ու հարամացնի։ Տեղափոխվեցին Հայաստան, ապրեցին չսիրելով, չուզենալով, փառք Աստծո, որ տեսավ ազատագրված Արցախը, փառք Աստծո։ Նենց հուզված էր, նենց երջանիկ էր, որ միթե որ գնա Շուշին տեսնի ազատագրված Շուշիի վրա էլ ինքը շատ ջանքեր ուներ, ում նամակից չի սկսվել իրանց գործունեություն, նամակը ամփոփել է, երբ որ քաղաքապետ էր, ինչքան տուֆից հին տուն կա, այդ պապայի օրոք է արվել, այդ Սերգեյ Բաղդասարյանի տատիկ պապիկը ինքն է պատվիրել, մի բանի մեջ բիոգրաֆիայի մեջ գրում է, որ պարտք մնացի Բաղդասարյանին 5000 ռուբլի էր, ինչ էր, պիտի տար իրան, բայց իրան գործից հանեցին ու ինքը չկարողացավ այդ փողը տա ու սենց կատակով անընդհատ ասում է, պլյուս շատ բաներ արել, գալիս էր Երևան, ինչքան լավ բան էր տեսնում, ցիվիլ բան, ու առաջի անգամ ուրնաները Ղարաբաղում ինքը բերեց, որ ուրնաներ պիտի լինեն, ես այդ լավ եմ հիշում, լույսերն եմ հիշում փողոցի, որ դրվեց, ու իմ հիշողության մեջ որպես ազգային այդ իրա բանը, եղավ, որ երբ որ ես տեսնում էի ոնց են հանում թուրքական անվանումները, ուրեմն ասենք խանութը, ասենք խանութի վրա գրած էր հաց, խլեբ, չորակ։ Սուս ու փուս, առանց որևէ բան ասելու, այդ չորակ, մորակ սա խանվում էր, այդ ահագին մեծ ու վտանգավոր գործեր էր, միայն պարտ կոնֆերենցիայի ելույթը չէր, նա որպես քաղաքապետ նենց վտանգավոր բաներ արել։ Ամբողջ 25 տարի ես գտնում էի Պակի մամլակի տակ, սև ցուցակում էի և որևիցե աջ ու ձախ թեքվելու առաջ գնալու և այլն, որևիցե հույս կամ չգիտեմ չկար, ես էլ դա համարում էի բնական, որովհետև այն իրականության մեջ, որտեղ մենք էինք, այլ երկ հնարավոր չէր։ Մենք քչերը մի մասը գնաց, որտեղ այլ կերպ չէր լինի, լուսահոգի Գրիգոր Ստեփանյան ռադիոյի ավագ խմբագիրն էր։ Ամենացածրագույն աշխատանքի համաձայն էր, ոչ մի տեղ չտուեցի, պարզապես պարզ հասկացրին, որ դու այստեղ անելիք չունես, ընտանիքը վերցրեց գնաց, և մյուսներն էլ նույն վիճակում էին։ Են եղան նաև պնդաճակատներ, այդ ու նաև ես, չգնացինք, չէինք կարող գնալ, կոնկրետ ես չէի կարող գնալ,
ոչ թե ես աշխատանք չի կարող գտնել Երևանում, ոչ, պարզապես իմ ճակատագիրը կապված էր սողի հետ ու այդպես էլ չգնացի, չնայած ամեն տեսակի խտրականության ենթարկում էի, բայց դե աշխատանքից իջեցրին ինձ, հետո հարկադրված էի տեղափոխել այլ աշխատանքի, բայց վերաբերմունքը ընդհանուր, այսպես ասած, կուսակցական վերաբերմունքը, կուսակցական գնահատականը ստվերի պես հետևում էր ինձ։ Եվ այդպես ապրում էինք, հուսալով լավագույն օրերի և փառք Աստծո, ես ստորագրողների մեջ ամենաջահելն էի և բնականաբար ապրեցի մինչև այսօր ու տեսա այն հաղթանակները, որին մենք երազում էինք, և այն դժվարություններին, որին չէինք սպասում, բայց մեր իրականությունը փաթաթում է մեզ, ու այն հիասթափություններին, որ կապված են այսօրվա իրավիճակների հետ, վերապրեցինք էլի լավագույն այն հույսով, որ այնուամենայնիվ պատմությունը իր դատավճռի կայացրել է դժվարությամբ, խոտորումներով, չգիտեմ, ինչ սխալներ թույլ տալով, այնուամենայնիվ շարժումը գնում է դեպի առաջ։ Ճնշված էինք, զգում էինք, որ ինչ-որ վատ բան է կատարում և այդ վատը եղավ, որ ասենք 67-ին ինքը եկավ Հայաստան, Երևան և 68-ին ես դպրոցում էի դեռ սովորում, 68-ին ավարտեցի, ընտանիքով տեղափոխվեցինք այստեղ։ Հրայր Ուլուբաբյան, Բագրատ Ուլուբաբյանի որդին։ Գուցե առաջինն այդ փախստականներից էինք, որ Ղարաբաղից հալածելով մեզ քշեցին, հետո շատ եղավ ավելի։ Հայրս բավականին մեծ ծանոթություններ ուներ Երևանում, մեծ մասին տեղավորել աշխատանքի և իրեն աշխատանք չէին տալիս։ Ինքը բոլորին տեղավորել և հետո մի 6-7 ամիս հետո ինքն եկել ստեղ աշխատանք չէին տալ։ Ինքը եկել է և մի քանի ամիս հյուրանոցում էր ապրում մի նեղ խուցում գումար չուներ վճարելու Շուշան Պետրոսյանի հայրն էր այդ հյուրանոցի տերը, նա ընդունել է և ասել է այս ամիսը մեկ անկերբեր դրանց ենք, որ վարձը պակասել է։ Բադուալ Մուրադյանը բնակարանը տրամադրել գրողների միությանը և գրողների միությունը առանց անհերթ, արտահերթ Բագրատին բնակարան են տվել։ Բագրատ Ուլուբաբյան Արցախը ստիպված պիտի թողներ, այդպես էլ եղավ, եկավ Երևան և դառել էր Պատմության ինստիտուտի գիտաշխատող։ Ռադիկ Մարտիրոսյան, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս։ Քանի որ Բագրատ Ուլուբաբյանը շատ համեստ մարդ էր, ըստ էության իր ամբողջ արտակարգ համեստ մարդ էր։ Նա որևէ պաշտոն բան ինստիտուտում չէր բանանում, նա առաջատար գիտաշխատող էր և հիմնականում զբաղված էր իր գիտական գործունեությամբ։ Պետք է ասեմ ունենալով բացարձակ հեղինակություն։ Նույնիսկ ամենաերիտասարդները, որոնք գալիս էին Պատմության ինստիտուտ համալսարանը բուհեր ավարտելուց, արդեն գիտեին Բագրատ Ուլուբաբյանը և նրա նկատմամբ մեծ ակնածանքով, մեծ ոգևորությամբ էին խոսում։ Բագրատը այդ տարիներին այստեղ Պատմության ինստիտուտում նա շատ լարված աշխատանք կատարեց, բազմաթիվ գրքեր գրեց։ Այն մարդներ, որ ամբողջ կյանքը շարունակեց այդ Արցախի հարցը և եկավ այստեղ դիսերտացիայի պաշտպանություն, թեկնածուական, դոկտորական Արցախի պատմություններ, ամբողջ կյանքը նվիրել է Արցախի փրկության գործին։ Եվ այդ ժամանակվանից եմ ավելի շատ հիշում, որ իր պայքարը փաստորեն Ադրբեջանի ղեկավարների, Ադրբեջանի պատմաբանների, գիտնականների դեմ էր,
որ անընդհատ հոդվածներով, այդ գրքերով, դիսերտացիայով անընդհատ պիտի հերքեր նրանց ճեղքիկները եւ ճշմարտությունը վերհաներ։ Բագրատ Ուլուբաբյանին Եղվարդում ամառանոց են հատկացնում, որտեղ հայրենիքից հարկադրաբար հեռացած արցախցին արցախյան կոլորիտ ու միջավայր է ստեղծում։ Յուրաքանչյուր օրն ապրում Ղարաբաղի լավ ու վատով, հայրենի հողից բերված տնկին խնամում, ծառ դարձնում, մտովի զրուցում նրանց հետ ու տրվում արցախյան տարեգրությանը։ Այսօր էլ Եղվարդի տունը կանգուն է, այգին պտղաբեր եւ Բագրատ Ուլուբաբյանի ստեղծածը պահում են նրա կինն ու որդիները։ Իր մասին Բոգդան Ջանյանը մի լավ խոսք է ասել, ասում է, որտեղ գնում է Ղարաբաղ է ստեղծում։ Այսինքն եկել է այստեղ, ասենք, նկողում բան է այդ մանրանկարչությամբ բան է մետլախը որ շարել է ինքն է արել եւ Ղարաբաղ է գրել, ասենք խաչ դրած կողքը լավ հիշում եմ մայրս էր պատմում անընդհատ այդ ես անձամբ այդ օրը ես չեմ եղել Համոսահյան, Վահագն Դավթյան եկել էին այստեղ ասма տարել էր ցույցեր տվել եւ շրջապատած այդ մեր մտավորականներով այդ մեր մեծերով շրջապատած այդ բանը գրությունը լացում էին ստեղծում էր այդ Ղարաբաղի մթնոլորտը միշտ ամենտեղ որտեղ լինում էր ասենք ընկերների շրջապատում դե եկավ այստեղ եւ Ղարաբաղից ինչ որ բաներ բերվեց այստեղ ծառեր որ պետք է ինչ որտեղ եւ հիշողություն եւ կոնկրետ Ղարաբաղյան էլի բան լիներ Այգի մշակել այնտեղից էր հայտնի որ սիրում էր, այնտեղ էլ ունենք տնամերձ ունենք եւ անընդհատ աշխատում էր եւ ծաղիկներ էր մշակում եւ ծառերներ մշակում։ Այստեղ էլ պատվաստումներ բաներ անում, պատվաստներ էր անում եւ կարելի ասել լավ այգեգործ էր։ Սեզ նմատում է ծմերա, Բագրատ է շեղությունը։ Որս նստել է տեղը, աշխատատեղին։ Ես ամենանցպես ուրիշի ոչ մեկին չեմ ասի, քո տեղն է։ Ուրախ եմ, որ կարող եմ ասել Զորի Հայկովիչի տեղն է։ Շատ մոտիկից նայելով, համ քեզ նման չի, համ քեզ նման է, եկել եմ քո տունը, ասեմ, վերմինը ասիմ, վերը թողիմ ես, վեր դարմանանիմ, ես սիրող սրտես, միջև վեղատ Պաչին վեչ չոքած, վեչ իշաղոնիմ, վեչ էր հալալած, ես կարդում էի այդ բանաստեղծությունը մի հայ է գրել Ստալինյան ճամբարներից եւ ուղարկել եմ քեզ։ Ես քեզ մոտիկից եմ նկարել, որ նման չի, բայց վեր հրացնեմ նման անել, նայ։ Շատ զգացված եմ, որ Արտուրը Բագրատի զավակը ասում է բարոյական իրավունք ունեմ նստել այս սեղանի շուրջ, ես չեմ ասել, որ այնքան էլ ունեմ այդ իրավունքը, բայց շատ զգացված եմ, որտեվ Բագրատը ինձ համար մնում է Բագրատը։ Զորի Բալայան, Արցախի հերոս, գրող, հրապարակախոս։ Ես անշուշտ կգայք վերադառնայի Ղարաբաղ ուրիշ տեսակ չէր լինի, որտեվ 60-ական թվականներից արդեն ես նամակներ եմ գրում, բանաստեղծություններ եմ գրում, արդեն կապեր եմ ունեցել, եւ դա սկսվել է Բագրատից։ Բագրատն է ինձ գտել իմ նյութերը, որ տպագրում են լիտերատուրնային գազետայում, Կոմսոմոլսկայա պրավդայում եւ այլն, այդտեղից ինքը որսած ամեն ինչ եւ անշուշտ գիտես հորս եւ հեշտ է եղել ամեն ինչ, մենք իրար այսպես մոտենանք դա։ Հիմա
մենք խոսում ենք 13-ի մասին։ Ես գտնում եմ այնտեղ, որտեղ նստած աշխատում էր այս գրքի վրա եւս եւ կարդացիք, տեսեք ինչ է այստեղ գրած։ Վերջի գիրքն է։ Ստրանից հետո էլ գրքեր են տպագրել, բայց սա վերջինն է, որ ինքը գրել է։ Շատ վատ վիճակում ա եղել։ Ամեն օր գալիս է այստեղ այն ժամանակ։ Շատ վատ, որտեղ նյութեր կա ինքը ուզում էր, ես պատրաստում եմ բերում եմ այստեղ։ Այստեղ այդ բոլոր գրած կա։ Եվ ամբողջ այս պատերազմը, շարժումը վերցրեց ինքը իրեն վրա, այստեղ ամեն ինչ կա եւ գրված է ոչ օդից այսպես վերցրած, այլ կյանքից։ Սա էլ է Բագրատը, մեր Բագրատը, իմ Բագրատը։ Եվ հետաքրքիր բանը մի կողմից 13-ը 50 տարի է լրացել եւ այս տարի լրանում է 90-ը Բագրատի։ Նշանակում է Բագրատը եղել այն ժամանակ 40 տարեկան, ամենաիսկական այսպես ասած թիվն է դա, մարդու, տղամարդու 40։ Բագրատը կարող էր մենակ ստորագրել, եւ առասարակետի նամակները մենակ են ստորագրում։ Ինքը ասում էր, որ եթե այնտեղ փաստեր են եղել, որոնք ես մեկից ստացել եմ ու ներկայացրել, ապա այդ փաստի տերերն են, փաստ ներկայացնողների տերերն են նաև նամակի տակ ստորագրել։ Մայրս հետո հիշեցնում էր, որ նա ասում էր, որ այդ 13-ին ես չպիտի ընտրեի, ես ինքս մենակ պիտի ստորագրեի, որ հարվածներ քիչ ստանային։ 13-ի ստորագրությունը վերցրած ինքը գնում է Մոսկվա։ Թեկուզ շատ լավ գիտակցել է ինչ ոնց է վերադառնալու այնտեղից։ Այսպես ասած դադարք ձերքերով, բայց հետ կմնալով է։ Հետ կմնալով է։ Նա մի հարված է տվել, որ երեսին խփում ես եւ հետ կմնում է կարմուրումը, այդպեսի մի հետ մնացել է Կրեմլում։ Եվ պատահական չի, որ Կրեմլը, խորամանկ Կրեմլը ուղարկել է այդ ամեն ինչը Բաքու, ցույց տալով ինչ ուզում եք արեցիք։ Եվ արեցին, 13-ին էլ հանեցին։ 1965 թվականին գրված նամակին հետագա տարիներին հաջորդեցին գրեթե նույն բովանդակությամբ ու պահանջով նամակներ գրված Հայաստանի գրողների, մտավորականների նախաձեռնությամբ։ Հայաստանի ազգային արխիվում իրականացրած մեր պրպտումները արդյունք տվեցին։ 1966 թվականին ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Բրեժնևին, Ադրբեջանի Կոմկուսի առաջին քարտուղար Ախունդովին ու Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Քոչինյանին ուղված նամակի կրկնօրինակը մեզ տրամադրեցին։ Նույն թվականին գրված Սիլվա Կապուտիկյանի նամակի կրկնօրինակը ևս կա։ Բոլոր նամակներն էլ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերադարձնելու պահանջն են ներառում։ Կենտկոմի ֆոնդում պահպանվում է մի փաստաթուղթ նամակ, որը գրվել է 66 թվականին եւ ստորագրվել է 1906 հոգու կողմից։ Դրանք աշխատակիցներն էին եւ գրողների միության եւ տարբեր բուհերի, Լույս եւ Հայաստան խմբագրությունների կողմից։ Թվով այդքան շատ մարդ ստորագրել էին, դիմել էին Մոսկվա Բրեժնևին այն հարցով, որ մենք Ղարաբաղը եւ մեր ժողովուրդը դա մի միասնություն է, որը եւ իրեն կուլտուրայով եւ գրականությունով եւ ամեն ինչով ինքը մենք միասնական ենք եւ լեզվով եւ մեր մենտալիտետով եւ մտածում էին, որ միգուցե եւ Ադրբեջանի ժողովուրդն էլ հասկանալով այդ բոլորը կմոտենա ավելի այդ հարցին ավելի հասկանալով էլի, հա։ Խնդրում էին, որ պետք չի, որ Ղարաբաղը եւ Հայաստանը մեկը մյուսից անջատեն եւ լուծվի այդ հարցը Ղարաբաղի միացնել Հայաստանին։ Նամակը ուղարկվել էր Մոսկվա։ Նամակի իհարկե բնագիրը մեզ մոտ չի, պահպանվում է Մոսկվայում, երևի կենտկոմի արխիվ, բայց մեզ մոտ կա քսերոպաճենը, բոլոր ազգանունները նշելով կա եւ հայերեն եւ ռուսերեն։ Երբեք Արցախի ժողովուրդը չի հաշտվել այդ մտքի հետ, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Եվ ժամանակ առ ժամանակ այդ մասին ասվել է եւ բանավոր եւ գրավոր։
Իհարկե, իսկ ամենաարդիական կարելի է ասել արդեն ձևավորված հզոր սովետական միությունը, որ արդեն հզոր երկիր էր, այդ ժամանակ եւ գաղափարապես ուժեղ կոմունիստական գաղափարախոսության տակ այդպիսի անհնազանդության որևէ նշույլ անգամ դժվար էր մտածել այդ տարիներին։ Եվ ահա այդ ժամանակ Արցախի այդ մտավորականները Բագրատ Ուլուբաբյանի գլխավորությամբ, փաստորեն նախաձեռնությամբ գրեցին այդ նամակը քաղբյուրո եւ Ղարաբաղի խնդրի շուրջը, այն որ այդ որոշումը սխալ է եղել ժամանակին ընդունված եւ դա պետք է շտկվի։ Այսպիսի հիմնական բովանդակությունը դրա մասին է։ 50 տարի առաջ 1965 թվականին արցախցիների ձեռքով գրված նամակը 1988 թվականին սկիզբ առած Արցախյան շարժման մեկ դարկն էր, որ տրվեց կես դար առաջ։ Ուրեմն մեր անվախ 13 հայրենակիցների կատարածն անպայմանորեն պիտի որևէ կերպ հավերժացվի։ Ինչպես կարելի է այդ 13-ի իշտակը հավերժացնել։ Արդեն քանի տարի անց է 65 թվականին 50 տարի։ Արդյոք ժամանակը չէ, որպեսզի ծափուր զարկերի սատ նրանք մտածեն նրանց մասին, որոնց ջանքերի շնորհիվ այսօր իրենք իշխանության գլուխ են կանգնել։ Հիմա մենք պետք է 13-ին էլ հիշենք, 13-ին, այսպես ասած, բարձրացնենք, այնպես անենք, որ 13 անունները իմանան, լսեն, որտեղ եթե մենք մոռանում ենք պատմությունը, ապա մենք աղքատացնելու ենք ապագան։ Նրանց ձեռին եղել է մի ատրճանակ, այն սուդյաները կան չէ բանում սպորտում եւ բարձրացնում են ձեռը, ստարտը տալիս են եւ սխում։ 1965 թվականի հունիսի 13-ին մեկնարկը հնչել։ Ստարտ։ Սա Բագրատ Ուլուբաբյանն է եւ իրան թիմը։